Ողջույն սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք նախաբանը ես ընթերցեմ, որտեվ պատրաստի տեքստ ունեմ ձեռքիս, որից էլ արդեն կպարզվի, թե ում ենք այս երեկո ձեզ ներկայացնում։ Այս երեկո մեր հյուրն է Արա Խաչիկ Մանուկյանը, Global Peace International-ի հիմնադիրը, հեղինակ եւ հետազոտող բազմաթիվ գրքերի, ով ավելի քան 30 տարի փաստագրում է հայոց պատմությունը եւ հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը։ Նա Արցախում աշխատել սկսել է 1993-ին եւ ապրել է այնտեղ 1998-ից մինչեւ 2006 թվականը։ Նրա նոր գիրքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, դավադրություն հայ ժողովրդի դեմ։ Ադրբեջանը փորձել է անտեսել նրան, անվանելով Դոն Կիխոտ, հողմաղացների դեմ կռվող մարդ։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների կոնգրեսում անցկացված համաժողովից հետո այդ հողմաղացները իրական են թվում։ Արա, բարի գալուստ, շատ ուրախ եմ, որ այս երեկո կրկին հանդիպում ենք։ Ես միայն ինձ մի մեղք եմ իշտ տանում, որտեղ ինձ թվում է դուք շատ ավելի հաճախ պիտի լինեք եթերում, այդ հնարավորությունից չգիտեմ ինչու զրկված եք վերջին տարիներին, եւ այս գրքերի միայն ներկայությունը եւ պատմությունը եւ բացահայտումները արդեն բավական են, որ մենք հասկանանք, թե ինչ միայն Արևմտյան Ադրբեջան դավադրությունը չէ մեր հանդեպ։ Տարբեր դավադրությունների զոհ է հայ ժողովուրդը այս բոլոր դարերի եւ վերջին իհարկե այս 100-ամյակի ընթացքում։ Ձեր գիրքը, որ վերնագրել եք Արևմտյան Ադրբեջան, դավադրություն հայ ժողովրդի դեմ, ինչ է իրականում դա նշանակում։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը ինչ է նշանակում, ինչ է որ այս օրերին մեզ շատ է անհանգստացնում, անverջ մենք լսում ենք Ադրբեջանում տարբեր համաժողովների, գիտաժողովների մասին, որտեղ ներկայացվում է այս եւ հալածյալ ադրբեջանցի ժողովուրդը, որը վնասներ է կրել ու տուժել է մեծապես հայ ժողովրդի դավադրությունների կողմից, այսպես սկսենք զրույցը։ Ինչպես ծնունդ առավ այս գիրքը, որի համար իհարկե ձեզ շատ շնորհակալ ենք։ Առաջին հերթով շնորհակալություն, որ հրավիրեցիր ինձ այսօր այս իրիկունը, որ մենք զրուցենք այս թեմայի մասին եւ շատ կարեւոր թեմա է, որ ցավոք սրտով Հայաստանի մեջ եւ Հայաստանի կառավարությունը անտարբեր կմոտիկանան այս թեմայից, ոնց որ սուտ բան է, բայց իրականությունը այս գիրքը ես սկսել էի շուտ բավականից առաջ սկսել պատրաստել նյութերը եւ հետաքրքիր այն է որ հիմա մեծ խնդիր դարձավ, բայց համարյա մի ամիս առաջ լույս տեսավ։ Այսինքն դուք սկսել եք այն ժամանակ, երբ դեռ համարյա ոչ ոք չէր խոսում այս մասին։ Ամենայն դեպս ժողովուրդը չէր լսել այս մասին։ Ժողովուրդը մեծամասնությունը չեն լսած, բայց արդեն սկսած էր ամեն ինչը սկսավ ոչ թե ասվերչին դարին այս խնդիրը, այս սկսել է եւ ոչ թե որպես Ադրբեջանին հիմնած պրեֆտե հողատարածքը, որ գտնվում է թեպի արևմուտք, ինքը սկսել է եւ որ փակստականներ ունեին Հայաստանեն այնտեղ հիմնվեցավ 90-ականների մասին եք ասում, այո, ժամանակին եւ հետո փոխեցին ամեն ինչ, որ ոնց որ հասնենք as a preft վիճակից իրենց եւ as արևմուտք Ադրբեջանը չի կոչվում Ադրբեջանին տարածքի մեջ, ինքը նշվում է, որ Հայաստանն է ամիջապես, մեր Հայաստանը, որ այսօր այն հողատարածքը, որ մեր ցերքի մեջ է, մեր կոնտրոլի տակ է, այն է իրենց ուզածը։ Եվ իրենց արդեն ամեն ինչ պատրաստում են, որ վաղը, ինչպես որ Արցախը, մեր Արցախի շարժումը, եթե ուսումնասիրեք, ինքը սկսավ, որպես մենք մեր պահանջները, մեր տարածքն է, մեր պատմությունն է, մեր մշակույթը, մեր չգիտեմ ինչը, մեր եկեղեցիները եւ հուշարձանները, որ հինությունից 1000 տարի առաջ պատմություն է, Ադրբեջանը նույնը կկործած է, բայց իրը իհարկե սուտ է եւ այս գիրքը կապացուցե այդ ամեն ինչը։ Այս գիրքը նյութեր ունի մեջը, որ ցույց է տալիս ինչպես հասել ենք այստեղ եւ ինչ իրենց կփորձեն միջազգային ցևով եւ միջազգային ինչպես ասեմ, ծավալի մեջը ներկայացնել, ինչպես որ հիմա Washington DC մեջը ներկայացուցին, այս գիրքը եթե ով որ ներկայ էր
այն հավաքույթին կամ կոնֆերենսին Այո։ եւ գարթան պիտի հասկանան որ սուտ է իրենց ասածները լրիվ սուտ է եւ փաստած է եւ ոչ թե հայկական փաստերով միջազգային փաստերով Չեք մտածում այս գիրքը եւ հայերեն եւ ադրբեջաներեն թարգմանելու մասին արա մենք պետք ունենք գիտես ինչ է նույնապես խնդիր ունենք որովհետեւ թարգմանությունը ես կարող եմ անգլերեն անեմ ամբողջ օրը կարող եմ թարգմանել բայց պետք է թարգմանվի պետք է մարդ վարձենք եւ հակին որտեւ իրենք շատ մեծ գումար են ներդնում այս ամենի համար այդ իրենց ինչ ասեմ տարածելու համար իրենց ստերը միլիոնավոր դոլարներ են դնում չեն ափսոսում հիմա այսպիսի հովանավորության համար կարծում եմ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի եւ հովանավորվեն նման գրքերը որպեսզի թարգմանվեն եւ այն լեզվով որը քո թշնամին դարանակալ քո դեմես դավերն են յութում նայել ունենա եւ քո ազգը ունենա որ պատկերացնի թե ինչ է կատարվել իր հետ այս ուրեմն ժամանակահատվածում ինչով է սկսվում գիրքը արա ինչով եք դուք սկսել այն որպես ինչ եք ներկայացնում այս գիրքը Այս գիրքը բավականից երկար է պետք է ասեմ բայց սկիզբեն առաջին ինչպես որ մենք նոր խոսեցանք առաջին բաժինը Ադրբեջանի մասին այդ ինչպես հասել են այնտեղ անունը ինչ նշանակե Երբ դարձավ Ադրբեջան այո Հետո ինչպես հիմա պետք է հասկանանք բանը որ աս ոչ թե ասենք թե մի փոքր խումբն է Ադրբեջանի մեջ որ ասել որ մենք ստեղծենք այս բանը այս մինչև իրենց պետությունը ամբողջ պետական աշխատանք է ամբողջ Ալիևը իրենց ամբողջ դպրոցներում մեջ գսովորացնեն դաս ամեն ինչը իրենց ինչ միջոցներ որ պետք ունեն իրենց հետ ինչպես որ ասեցի իրենց պատրաստ են միլիոններ ծախսեն եթե միլիարդներ չէ որովհետև այս իրենց համար շատ կարևոր է որ համոզեն մեծ միջազգային ուժերը որ իրենց ճիշտ են եւ հայերն են որ եկան այնտեղ 100 տարի 200 տարի առաջ եւ քրավիրել են իրենց հողերը եւ նստել են այնտեղ եւ պետք է հանվի բայց այդ իրենց նպատակն են հիմա եթե հիշես Սուրիայի պատմությունը որ Սուրիան պետություն էր եւ իրենց ունեին այդ հողատարածքը եւ կոնտրոլ ունեին իրենց տակը եկան այնտեղ ինչպես որ Ադրբեջանը հիմա անում է Հայաստանին, Սուրիայի մեջ նույնը եղել է։ Եվ վաղը մույսօրը, եթե հանգարց ադրբեջանցիներուն թողեն, որը պետք է հետ վերադառնան իրենց տուները, իրենց պահանջները պիտի սկսեն ինչպես որ Սուրիայի մեջ եղել է, եւ մեր մեջ են պատերազմը պիտի տեսնանք։ Պիտի տեսնանք այս քաղաքական պատերազմը։ Պիտի գնան բողոքեն ասեն որ եւ սդից ալ կարող են անել, ինչպես որ Սուրիայի մեջ եղել է, պիտի սկսին այսպես ճնշում են մեզ, այսպես վատություն անում են մեզ, այսպես սպանում են մեզ եւ այլն, սարկած պատմությունները կսարկեն եւ այն ուժերը, որ արդեն Ադրբեջանի մեջ կկանգնած են, Միացյալ Նահանգներն ալ կան, Եվրոպան կա, եւ չեմ դեր ով եղալ կա, ամբողջ նշված է ասկերքի մեջ միջալ եւս, պիտի ասեն որ հա, դուք ճիշտ եք, մենք պիտի օգնենք քեզ, ինչպես որ Սուրիայի մեջ արել են եւ վերջը վաղը մույսօրը արդեն Հայաստանը այդ նույն Սուրիայի պատմությունը պիտի տեսնա եւ պիտի փլվի ամեն ինչ մեջ են ոչ թե դուրս են իրենց պետք չունեն պատերազմը պետք չունեն հարձակեն մեր վրա իրենց հիմա կաշխատեն որ մտնեն Հայաստան եւ իրենց կարող են երբ որ 300,000-ը փերեն կարող են թերորիստները որ փերեցին Արցախը որ գրվեն իրենց կոմը որ Թուրքիան փերավ հարյուրավորներ դրանց վերեն լցնեն որպես ազերիներ ազերիեն ապրում են այդտեղ երբ որ քաղաքական պատերազմը սկսում են իրենց կան չարթեն հայերը լրիվ կտորեն մեզ ես ասում եմ որ այն է սպասում մեզ, եթե մենք լուրջ սևով չենք մոտիկանալ հարցով։ Սիրելի արա, ինչ աղբյուրներից օգտվեցիք այս գիրքը պատրաստելու ժամանակ, ինչ արխիվներ ուսումնասիրեցիք, որտեղ Ինչ արխիվներ կան։ Հնարավոր է, հա։ Այո, այն արխիվները, ես ուսումնասիրել եմ այս տարիներ։ Ես ինչպես որ նշեցի, ես Արցախ ապրել եմ, ես տեսել եմ այն ժամանակին այս խաղերը։ Օրինակ շատ կարևոր փաստաթուղթ ես գտա, որ Ադրբեջանը 2016 թվականին պատրաստել են մեր Արցախի հայրու մասին եւ նշված է
ամփոխ մերը պրեֆտե միջազգային խախտումները եւ այլն մեծ երկար ռեպորտ է ահակին այն կորցածեցի ասկիրքի մեջը եւ ուրիշ փաստեր կան իհարկե իրենց նյութերը տարբեր մամուլի նյութերը կան որտեղ ազերիները շատ բաներ կներկայացնեն որտեղ նորեն պետք է իրենց փորձեն ապացուցել որ իրենց ճիշտ են եւ հայերն են որ մեղավոր են որ պրեֆտե ինչ որ Ադրբեջանը արավ հայերուն այն ժամանակին Արցախի ժամանակը իրենց հիմա պրեֆտե մենք արենք նույնը իրենց օրինակ այս կոնֆերանսը որ նոր եղավ անցյալ շաբաթ ամսին 24-ին Washington DC մեջը եւ միջալ եւս պետական շենքի մեջ արերեն որ ցույց տան որ legitimate բանն է որ ինչպես որ պրեֆտե ամերիկացիները մեր կողմն են որտեղ իրենց կոնգրեսի շենքերում մեջ արեցին այս կոնֆերանսը թե շենքի դեր ով այս վերադարձի իրավունքի եւ ինքնորոշման խնդիրն է որ բարձրացել է ինքնորոշման հարցը Երբ որ արդեն փանան ինչպես որ Սուրիայի մեջ արեցին, արդեն այն ժամանակին հաջորդ քայլը քաղաքական պատերազմն է։ Այո, այսինքն գնում են դրան։ Իրենք մտածում են այս ձևով։ Չէ, իրենց ասիկա նպատակն է։ Համ նպատակն է, բայց փաստած տեխնիկա է, որ կաշխատի, որ իրենց տեսեր են, եթե Սուրիայի մեջ ինչ որ արել են Սուրիայի մեջը, հիմա Ադրբեջանը բիլի փորձի այստեղ անել Հայաստանի մեջ։ Այն է սպասում։ Բայց հետաքրքիրը մի փաստ է, որ իշխանությունները անվերջ ժխտում են այս մասին, այս 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Կարծում եք իրենք տեղյակ են այս մասին, թե։ Իհարկե, եթե ես տեղյակ եմ, ես զարմանում եմ, բայց ինչ շատ լավ տեղյակ որ չի լինելու դա։ Բայց ես ասեմ մի բան, եւ չեմ ուզում վատ խոսել մեր կառավարությունի մասին, բայց փաստը մնում է փաստ։ Իրենց իմ կարծիքով կկարծեն, որ ամեն ինչ պիտի անեն, որ պատերազմ չի սկսի, որ մենք վնասներ չքրենք, ինչպես որ քրեր ենք 2020 թվականից մինչև 23 թվականին։ Բայց ինչի դիմաց։ Բայց ոչ, իրենց արածը ճիշտ է, պատերազմը չի սկսել այսօր, բայց վաղ արդեն աչափ պիտի թույլատնեն մեզ, որ ինչպես որ ասեցի, իրենց պիտի մտնեն Հայաստան, ոչ թե զինվորներով, բայց իբրև քաղաքացիներ, որ իրավունք ունեն Հայաստանի մեջ, համ ընտրությունի ժամանակ ցայն տալ, համ հողեր ունենան եւ դպրոցներ, հիմնարկություններ, ամեն ինչ ունենան։ Ինչ որ ազգային ժողովում падգամավորներ, այո, ադրբեջանցի, եւ այն ժամանակին գտեսնաս, որ եւ մեր ժողովուրդը պետք է հասկանան բանը Ադրբեջանը 1918 թվականից առաջ գոյություն չուներ։ Չկար Ադրբեջան։ Այն լրիվ սուտ է, այն ապացուցած է ասկիրքի մեջը։ Ամբողջ ասկիրքի մեջն է մի ուրիշ քիրք ունենք, աչափ քիրքեր գրել եմ, որ նայեմ։ Այս քիրքի մեջն գրված է Ադրբեջանի մասին, որ եւ նորեն ինքը ինչպես է ստեղծվել, հա, ստեղծեց համ այս ռեպորտը շատ կարևոր ռեպորտ է որ նոր լույս տեսավ մի շաբաթ առաջ որ հետարքիր է որ ես այդ կոնֆերանսի մասին լսած էի որ լավ պատրաստեմ մի ռեպորտ որ հետո եթե մեկը պետք ունե ծրի կարող ես գնաս մեր վեբսայթի կայքում չգիտեմ գտնեն հիմա էկրանի վրա as Global Peace International այնտեղ կարող ես download անես այս ռեպորտը 72 էջ է եւ մեջը ամբողջ նշված է այս արևելք Ադրբեջանի մասին նորեն ինչպես որ ասկերքի մեջը բայց կարճ ասել է մանրամասնությունները աչափ չկա բայց այստեղ ամեն ինչ կա մեջը որ կոնե գրնաց փաշանել ծեր ծանոթներուն հետ email կարող ես այս ծրի է այս մեկը ասկերքից մեջեն մեծամասնությունը կա այստեղ so այս շատ կարևոր է որ մենք կարենանք տարածել այս ինֆորմացիան եւ ուղարկել ամեն տեղ եթե Washington մեջը մեկը գնաց այդ կոնֆերանսին եւ կարդայեց պիտի ասեն որ այսինչ պատահեց ես իրենց ասեցները հիմա ուրիշ ռեպորտ պատրաստում եմ երբ որ արդեն լրիվ կոնկրետ նյութերը կարենանք հավաքել ինչ որ եղել է այնտեղ ով ներկա էր եւ այլն եւ ով էր սպոնսորը որտեվ թեր չեն գիտեր ով սպոնսորություն արեց որտեվ ես նկարները որ ես տեսել եմ ոչ մի կոնգրես անդամ չեմ տեսած ոչ մի բան պատկամավոր ես չի տեսա Դուք ուզում եք ասել, որ այն ամենը ինչի մասին դուք խոսում եք այս արևմտյան Ադրբեջանի եւ այդ ինքնորոշման իրենց խնդիրների եւ այլն, շատ ավելի վտանգավոր է, քան պատերազմի ամիջական պատերազմի վտանգը։ Այո, իհարկե, որտեղ ամիջական պատերազմը ցուն արդեն գտեսնաս, որ այդ վտանգը, այդ գրագը գալիս է քու վրա եւ գրնաս պաշտպանվել։ Բայց այս մեկը
հետևից Պարտիզանական Այո, ծրագիր է, որը գալիս է այո, ներխուժելու Հայաստանը։ այո։ Իսկ ինչ եք մտածում, ինչ կարելի է անել։ Կա լուծում, այստեղ որևէ խնդրի լուծում տալիս եք Այո, դուք։ իհարկե, մենք միշտ ամբողջ մեր քիրքերը, ինչքան քիրք որ ես գրում եմ, միշտ լուծում կա մեջը։ So այս report-ը եթե download անես, մեջը կա։ Առաջին հերթով մենք եւ ուրիշ քիրք մը գա, որ լույս տեսել է, բայց չփերեցի իմ հետս, որտեվ դպած ցելը դպած։ Որոշել ենք այս մասին խոսել այսօր, այո։ Մենք ուրիշ քիրք մը գա, որ միջալ եւս շատ հայտնի հայմը կարեցավ կարդալ եւ կարծիքը տալ եւ ասա որ պայծառ այս կորցը ամենակարևոր կորցն է եւ այն է որ մենք որպես հայերը որ Հայաստանի հողատարածքի վրա չենք ապրում մենք թեր իրավունքներ ունենք մենք ցայն ունենք որովհետեւ ինչ որ Հայաստանը այսօր անում է ինքը անում է մեր անունով օրինակ Արցախի մասին ինչ իրավունք ունի առանց մեր համացանությունը կամ արցախցիներուն համացանությունը որոշումներ կայացնել եւ հետարքերը գիտես ինչ է 2018 թվականից երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր ընդրվեցավ կամ նշեցին որպես վարչապետ ինքը գնաց Ստեփանագերտ Բակո Սահակյանին հետ հանդիպում ունեցավ եւ ասավ որ ես իրավունք չունեմ Արցախի կողմից խոսել հիշում եմ հա եւ իրենց երբ որ հրապարակի մեջն էին ասեցին որ ինչ պիտի լինի Արցախի համար մենք ցեզ մեկ ծեր կարծիքները պիտի ունենանք բայց հետո աչապաչապ ասավ 2020 թվականից նոյեմբեր 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի թուղթի տակը որ ինքը ապրեֆտ է որոշում արավ Արցախի համար որ ինը բայց այդ որոշումը օրենքով կամ ուժ չունի ասել է իր ռացը մեծ խախտում էր միջազգային խախտում միջալ եւս որտեւ ինքը այդ հողատարածքին ինքը կապ չուներ ինքը վարչապետը չէր Արցախի համար Արցախը իր վարչապետը ունի ինքը պետք է որոշի այդ ամենից եթե պիտի ստորագրի մի թուղթը so այնտեղից սկսած հետո միջալ եւս 2018 թվականից նույն ժամանակին եւ 2020 թվականից մինչև հարձակումը Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ասա որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ այն իրացը արդեն Ադրբեջանին սիգնալ տվավ որ մենք արդեն վերջացանք խոսել սկսեք եւ այնպես արավ եւ միջալ եւս պետք է նույն ժամանակին ասեմ Թուրքիայի կողմից Սևերից պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը նույն բանը ասա որ այն մերն է եւ Արմեն Սարգսյանն նախագահան ինքն ալ նույն բանը ասավ Ադամփոշիմ քիրքից մեջ նշված է փաստերով թվականներով աղբյուրներից ամենը մեջն է որ կարող եք կարդալ ասիմ իմ ասածներ չէ փաստ է վերջապես եւ այն է մեր ամենավտանգ այն է որ մենք ունենք մի հատ կառավարությունը որ պետք է ընդունի որ այսեսակ բան քոյություն ունի եւ մենք պետք է պատրաստենք որովհետեւ 2020 թվականից երբ որ պատերազմը կամ հարձակումը ավարտեց Փաշինյանը ինքը ասավ որ մի բան կա որ ես վատ կսկամ որ ես չզգուշացուցի մեր ժողովրդին որ պատրաստվին պատերազմից եւ ես 2 տարի առաջ ես իմացա որ այնտեսակ բան կա հիմա ինքը նույն բանը անում է եւ այս թերթի մեջը եւ հետո պիտի ասի որ գիտեի բայց չասեցի այս թերթի մեջն ալ կամ այս թերթի մեջն է կամ մույս քիրքը քրված է այն ինչ հոգապանական վիճակը որ ինքը գերեվի ունի փաստած չէ բայց ցույց է տալիս որ մարդը որ վտանգ կտեսնա եւ չի ասում մի բան եւ չի ընդունել այդ վտանգը եւ հետո ինչ է դա նշանակում հոգեբանորեն ես չեմ հիշում աչափ կորցեր արել եմ նույն է ջան հավատա տարիների աշխատանք է արաջան այն ուսումնասիրած բան է բժիշկներին ռեպորտներից ես կարեցա ամեն ինչ հաց գնալ բայց կգտնեք այս թերթերում մեջ ինչ քիրքեր որ կան նորեն իմ կարծիքներս չեն ես միայն հավաքում եմ ամբողջ աղբյուրները եւ ուսումնասիրում ինձ մի հարց է շատ մտահոգում դուք զուգահեռ տարակ սկզբին ձեր նախաբանում զրույցի որ Սիրիայի հետ զուգահեռ տարակ այս պատմությունը դեպի եւ շատ անհանգստացա ես դրանից այսինքն դուք ուզում եք ասել որ մի օր ինչպես Թուրքիան այս պատերազմի ժամանակ ուղակի մտավ Սիրիա եւ հայտարարություններ արեց եւ այսօր էլ ներառյալ իրականում այնտեղ ներկայություն է Սիրիայում դա կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ այո իհարկե որտեղ իրենց կասեն որ մենք գնացինք այս խեր ժողովրդին օգնելու համար որ մեր
հողատարածքին մեր ռեգիոնի մեջը խաղաղություն լինի։ Մենք չենք գնում այնտեղ հայրուն վրան հարձակել, մենք գնում ենք այնտեղ օգնելու, որ խաղաղ վիճակ դառնա։ Եվ գրանտներ էլ կստանան դրա համար, պետական, ինչպես Սիրիայի դեպքում է եղած։ Չէ, իրենց Հայաստանը։ Ինչ պետք է անենք, արա։ Մենք պետք է նայր Նիկոլ Փաշինյանն մի բան ասավ ամսին 7-ին։ Այս ընտրությունների օրը։ Ոչ թե 7-ին։ Հիմա 7-ին էր ընտրությունը։ Չէ, մի հատ ելույթ ունեցան parlamenti մեջ։ Արդեն հետո։ 16-ին կարծեմ։ Այո։ Եվ 16-ին 17-ին այդ սահմանի վրա։ Եվ ինքը ասա, որ եթե դուք համաձայն չեք մեր ըրածը ինչ է, գնա փողոցներում հեղափոխություն արեք։ Այո։ Մենք կարող ենք շատ լավ հեղափոխություն անենք, ոչ թե քոչարյանական, ոչ թե քողավազակները, չէ, ես ասում որ հասարակ ժողովուրդը առաջին հերթով այս թերթը, որ 72 էջ է, այս թերթի մեջն է նշված այդ պլանը մեջն է։ Կարդա ասիգա, աչքերդ բացեք, գրթվեք մի քիչ այս թեմայի մասին եւ հետո որոշ է, եթե ճիշտ ճանապարհի մեջ ենք մեր կառավարությունը կամ թե չէ եւ նորեն ես կուզեմ նշել մի բան հայերը աշխարհի 4 կողմը եւ այս ռեպորտի մեջ նշված եւ փաստած է իրավունք ունեն իրենց ցանը բարձրացնել ճիշտ է մենք իրավունք չունենք որոշել որ Երևանի կենտրոնի մեջ ինչ պիտի անեն կամ Երևան Հայաստանի այդ Նիկոլի քարտեզի վրա ինչ պիտի անեն իրենց ներսի բաները, բայց եթե գապ ունի Արցախի հետ մենք ամենը փախստական ենք վերջապես, որտեղ մենք չեկանք Ամերիկա, իմ ընտանիքս չեկավ Ամերիկա, որտեղ ուզեցին գալ Ամերիկա։ Իհարկե։ Մենք եկանք, որտեղ մենք ինչպես որ Արցախին հանեցին հայերը հանեցին 4 կողմից, այդ ամբողջ տարածքներից, մերը Գիլիկիա է, Վանից, չգիտեմ ինչ տարբեր տեղերը։ Գաղթած ժողովուրդ։ Հա։ Մենք իրավունքներ ունենք որպես գաղթած ժողովուրդ, որտեղ այդ ստատուսը չփոխվեցավ։ Մենք թեր գաղթած ժողովուրդն են, եթե Հայաստանը պիտի խոսի մեր կողմից, իրենց պիտի մեր ցանն լսեն եւ մեր պահանջները պիտի ընդունեն, ոչ թե ասեն, որ դուք դուրս ապրեք, եթե գուզեք փոխել մի բան, եկուր Հայաստան։ Մենք պետք չունենք Հայաստան գալ։ Մենք պետք ունենք մեր իրավունքները։ Մենք շատ կարևոր ուժ ենք այստեղ, ախր դա էլ պիտի հաշվի առնել։ Այո, մենք շատ կարևոր ուժ ենք։ So մենք as թերթին մեջը եւ մույս քիրքը, որ ես չփերեցի իմ հետս այսօր, պլան գա մեջը, որ մենք պետք ունենք Հայաստանի միջազգային նահանգներ եւ Հայաստանը կդառնա այսօրվա Փաշինյանին Հայաստանի փոքր քարտեզը կդառնա մի հատ նահանգ։ Ինքը կդառնա նահանգապետ եւ մենք մեր ընդրուշները կունենանք եւ ոչ թե մենք պիտի հասկանանք հայը ով է, քանի հատ հայ կա Թուրքից ավելի շատ հայ կա, բայց այդ ամբողջ հայերը օրինակ մենք վանեցիներն ենք, օրինակ։ So իմ նահանգս Վանն էր, այն տարածքը։ So ես երբ որ բան մենք պիտի ունենանք մեր նահանգապետը Վանի համար, ընդրված նահանգապետ, օրինակ։ Ես ասում եմ, որ մենք պետք ունենք, որ ոչ թե Հայաստան որպես as փոքր տարածքը, ընդհանուր Հայաստանը պիտի լինի։ Եվ այդ պլանը ամփոփը նշված է, պետք է իհարկե մշակենք ավելի շատ, որ իսկապես իրականացնենք, բայց այն մի հատ վարիանտ է։ So առաջինը կամ Նիկոլը պիտի եւ Հայաստանի կառավարությունը պիտի ընդունի այս խնդիրը։ Եվ պիտի մոդիգանան այս խնդիրը, որ պատրաստ է մեզ, որ մենք պիտի կարողանանք պայքարել այս վտանգից։ Առաջինը։ Երկրորդը, եթե ինքը հարմար չէ այդ կորձի համար եւ չի ընդունել, թող հրաժարվի։ Բայց պատկերացնելով այն մեծ վտանգը, որը մեզ սպասվում է, եթե չհամաձայնվի։ Երրորդը, եթե ինքը չի համաձայնվեց, որ ընդունի եւ հրաժարվի, մենք պետք է հեղափոխություն անենք։ Եվ վերջ, պետք է փողոցներուն լցնենք եւ ասենք, որ հեղափոխություն անենք եւ ոչ թե միայն հայերը Հայաստանից, ամբողջ հայությունը պետք է պետք է ոտքի ելնի, որովհետեւ վտանգը, որ սպասում է մեզ, արդեն մեր ինքնա իմաստ հայը ինչ է, մեր մշակույթը, մեր ամեն ինչը, եթե գործընկնենք Հայաստանը, արդեն հաշվի որ վերջացավ։ Շատ բարի, ես մեն ուզում եմ ավարտից առաջ ձեզ տեղեկացնել հեռուստադիտողներ, որտեղ գիտեմ, որ հաստատ շատ-շատերը պիտի հետաքրքրված լինեք, որտեղ անընդհատ խոսակցություններ գնում, բա ինչ են անում հայերը, ահա արվել է,
Արան արել է այս գիրքը տպել է եւ Արա Մանուկյանի գիրքը դուք կարող եք ձեռք բերել ապրիլ գրատանը եւ կամ առցանց ձեռք բերել, այսինքն global S հասցեն, որ էկրանին կհայտնվի, դրանով կարող եք ձեռք բերել եւ անպայման ձեռք բերել, ունենալ եւ իհարկե սпасել այն մեծ բարերարներին, որոնք պիտի նպաստեն այս գիրքը հայերենով եւ անպայման ադրբեջաներով կամ թուրքերենով թարգմանելու եւ հրատարակելու։ Եվ կարևորը որ այս ամեն մարդ եւ այս գրքերի մտնեք եւ այս գիրքը այնտեղ ուսումնասիրեք եւ տեսնեք թե ինչ է առաջարկում մեզ մեր սիրելի այսօրվա հյուրը, որը շատ լուրջ, շատ ծանր, շատ ինչ ասեմ, դժվարին աշխատանք կատարելով իրականացրել է այս գրքի լույս ընծայումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիս կողմից Արա Խաչիկ Մանուկյանին, այսպես է գրվում իր անունը ամբողջությամբ, եւ հեղինակին խնդրել, որ անպայման այս թարգմանությունը լինի, որտեղ մեկը ինձ համար շատ դժվար է անգլերենով այս դժվարին անգլերենով ուսումնասիրել, բայց շատ կուզենայի եւ ել չեմ խոսում թե ինչ հետաքրքիր ուրիշ գրքեր ունի Արա Մանուկյանը, որոնց մասին քիչ առաջ մենք զրուցում ենք եւ ամեն մեկը արժանի է մի հաղորդման։ Առիթ պիտի ստեղծենք, որ գաք եւ նորից խոսեք։ Արա ջան, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ ժամանակին լույս տեսած մի գիրք, որ աշխարհի բոլոր հայերը պետք է հետաքրքրվեն եւ ունենան այս գիրքը։ Զանգարեք, շտապեք, մտեք այս web կայքը, ձեռք բերեք գիրքը կամ ապրիլ գրատանը վաճառվում է, գնացեք այնտեղից գնեք։ Շնորհակալություն ձեզ ամենայն բարիք, Աստված ձեզ պահապան, հուսանք, որ բարի լուրերով հաջորդ անգամ Արայի նման մի հեղինակ կգա եւ մեզ մի քիչ կսփոփի մեր այս դժվարին ժամանակներում մեր հոգսերը։ Մնացեք բարով։